Բայց մենք շատ մտերիմ ենք, մենք իսկապես ախպերներ ենք, մենք իրար շատ սիրում ենք, շատ հարգում ենք, իրարից շատ օգտվում ենք և ոչ թե մենակ Արսենը, մենք բոլորս որպես քույր եղբայրները, իհարկե շատերի դեմքով եմ ճանաչում, անունով չգիտեմ, բայց ես ձեր ախպերն եմ։ Ամենի հեղինակը մեր Ռաստովի և որտեղ և որ իրար հետ խոսում ենք առաջինը պես արձագանքն է, ինքն է ինձ ասում քո Աստված կենդանի է, ես իրան եմ ասում քո Աստված կենդանի է։ Ու եթե քո համար դժվար չի, խնդրում եմ մի վայրկյան կանգնել, լավ ովքեր որ քննիչ ունենք անունելու հետ, խնդրում եմ վարկիցի վայրկյան կանգնել։ Ուզում եմ մեր գոհությունը, շնորհակալությունը հայտնենք Աստծուն, չեմ ուզում հիմա աղոթենք, ուղղակի մի բան եմ ուզում ասել սիրելիներ։ Բերեք սրտանց ողջունենք մեր այսօրվա սերի հեղինակին, որի անունը Սուրբ Ոգի։ Գիտեք, Աստծո ժողովուրդը, Աստծո մարդիկ, և որ մենք հավաքում ենք, բոլորս որտեղ որ հավաքում ենք, ամենաառաջինը պիտի մենք մի բան մտածենք, որ հեղինակը մեր հետ է։ Մի Աստծո մարդ ասում է, միակ գիրքն է, որ կարդում ես, հեղինակը հետ է։ Փառք Տիրոջը, շնորհակալ ենք, որտեղ մեր Աստված կենդանի Աստված է, որտեղ մեր Աստված մեզ կյանքեր է տվել։ Իր կյանքը տվեց, որ մենք պես կյանքերին գտնի։ Մենք իրա որդիներն ենք, մենք իրա զավակներն ենք։ Գիտեք, մենք բոլորս էլ խնդիրներ, դժվարություններ ունենում ենք։ Բայց ես ուզում եմ մի բան ասեմ քեզ։ Եթե դու ուզում ես աճես, եթե դու ուզում ես, որպեսզի մի քայլ նորից մոտիկանաս Աստծուն, դա լինելու է դժվարությունների մեջ, դա լինելու է խնդիրների մեջ, դա չի լինելու միակ ամեն ինչ լավ է քո կյանքի մեջ, այդ ժամանակ ես քեզ ասեմ, դու չես աճում հոգևորապես, դու դժվարությունների մեջ ես աճում, դժվարությունների մեջ է, որ դու սկսում ես վստահել, ճանաչել, իրանով ապրել, քո հույսը ինքն է լինում։ Բայց շատ անգամ գիտեք, մեր կյանքում, հոգևորներից կյանքում լինում են, որ մեր հույսը լինում է ինչ-որ բարեկամ, մեր հույսը լինում են, չգիտեմ, գումարները, իհարկե գումարը շատ բանի պատասխան կարա տա, Աստվածաշունչը տենց ասում է, բայց ես քեզ ասեմ, ինքը չի քեզ կրկել, ինքը քեզ չի առաջնորդում, և այն վիճակը, որ դու ունես այսօր, այն վիճակը, ինչ վիճակ որ ուներ, չգիտեմ ինչ վիճակի է, դու գիտես ու Աստված գիտի, քո ընտանիքը գիտի, բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ, զգացմունքներով մի առաջնորդվի, զգացմունքները քեզ սխալ տեղ են անեն, զգացողությունները քեզ սխալ տեղ են տանում, գիտես ինչի, օրինակի համար, և որ դու ներվում ես շատ անգամ, ինչ-որ ասեք է գումարը վերջացավ, միակ զգացմունք, միակ մին գարիս ասում փողը պրծա, վերջը ինչ արնեն, ինչի ինչ հիմա չգիտես քո վերջը ինչ արնելու, քո վերջը ալիքնական կյանքն է, ամեն, հարկ Տիրոջը, գիտեք, պիտի այդ ունեցվածքը, գումարը, չգիտեմ, վիճակը, քո ընտանեկան, քո հոգևոր, չգիտեմ, այս եթե դու սկսում ես դրանցով ապրել, դու չես կարողանում աճել, դու չես կարողանում առաջ գնալ։
կարողանում, որովհետև եթե իրավիճակները ազդեն քո հավատքի կյանքի վրա, իհարկե ազդում են, բայց դու կամաց չպիտի ապրես այդ զգացմունքների տակ։ Դու քիստես ինչքանով ես հավատքով ապրում չգիտեմ, բայց դու պիտի նայես հավատքով ամեն բանի։ Ամեն ինչի պիտի նայես տես ու մի բան միշտ հիշես։ Քո Աստված կենդանի է։ Քո ինքը դասա։ Ասա քո Աստված կենդանի է։ Ամեն։ Քո ինքը դասա իմ Աստված կենդանի է։ Ասա այսօր ես մի քայլ մոտիկանամ եմ։ Ամեն։ Նորից ավելիով ես մոտիկանամ այսօր։ Շնորհակալ ենք Աստծո։ Եվ որ ամեն եղբայրը ասաց հեռախոսների համար, որ անջատեք գոնե վերջի իրավիճակների մեջ այդ վիբրացիայի վրա դրեք, ես ճիշտ ասած ինքը խնայեց ձեզ, բայց ես ավելին ես ձեզ ասեմ։ Այդ վիբրացիան է խանգարելու է։ Կարաք մի պահ անջատել, ձեր հոգսերի, ձեր խնդիրներից, ամեն ինչ լավ է, քորների բան չի լինի, երեխեքից բան չի լինի, ոչ մի բան չի լինի։ Զգացմունքներով մի առաջնորդին ասել զանգեմ ու գիտեք շարքական դրա վրա մտածում ես միակ զանգետին ամուչ է հա։ Ինչի որ մի ժամանակ մեր ժամանակը որ փոքր էին կամ չգիտեմ, ես վերջի տարիներից հեռախոսն է եղավ, եթե մենք նոր է Երևանում ինչ արել է։ Գոնե ինչի դուրս հա համիստ է։ Հիմա դիզայն ես իմանաս ավելի անհանգստանաս։ Բայց բարդ իրոջը դու հանձնել ես ասում։ Գիտեք մենք միշտ տենց ենք ասում, մենք հանձնել ենք դեր հոգսերը իրոջը։ Ես մի անգամ քննեցի ինձ, ես զգացի, որ ես ինձ խաբում եմ։ Ես իմ հոգսերը իրոջը չեմ հանձնել։ Այդ հոգսերը բեռ են իմ համար։ Ուր է դու եք ամեն դե։ Միակ եղբայրներում եք անմեի մոտը, միակ դուրտերում եք անմեի մոտը։ Իմ հոգսերով։ Հիմա չի ժամանակ եք դեմես մարդիկ ոգևոր մարդ իրապես որ ինքը իհարկե մարդիկ կան որ իրապես պիտի հովի մոտիկանան, եղբորը մոտիկանան, ասեն հարցունամ է անեն թե ոնց է իրավիճակից դուրս գան։ Բայց մարդիկ կան իրանց բոլոր հոգսերով բոլորին ծանրաբեռնում են։ Գիտես ինչ այլ է զանգում, ինչ այլ է, կրնի մի հատ լավ բան ասես նիրոն։ Չէ, իրա խնդիրները, իրա ցանրությունները, հոգսերը ուզում են այդ մարդու վրա։ Սիրելիներ, զգացմունքներով մի առաջնորդվեք, հավատքով առաջնորդվեք, ապրեք հավատքով, վայելեք այս կյանքը, Աստծուն պարտվեք, գոհացով եղեք ձեր ապրած կյանքի համար, մենք չգիտես վաղը ինչ կլինի։ Մենք ոչ մեկը չգիտի, մենք ուղղակի այսօր պատերազմ ա գնում։ Մենք չգիտենք վաղը ինչ կլինի, բայց մի բան գիտենք, որ օրը աչքերս փակենք իրան պիտի։ Եթե սա չի հույսը, եթե հույսը հավիտենական կյանքը չի, ես եք էստեղ։ Նրանց էնում, ապրեք ու համար, աշխարհը վայելեք ու կմերնես չգիտեմ ինչ կլինի քո հետ։ Բայց եթե քո հույսը քո Տերը Աստվածը քո հույսն է, որ դու հավիտենական կյանք ունես, հավերժ կյանք ունես քո Աստծո հետ, ապրիր իր հետ։ Որ վայելես իր հետ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Շնորհակալ եմ Աստծուն այսօրվա համար։ Ես ցենց վերնագիր եմ ստացել աղոթքով բժշկության զորությունը։ Բժշկության զորությունը, որը շատ կարևոր բան է, կոնկրետ հենց իմ համար, սիրելիներ։ Մենք կարիք ունենք բժշկության, ֆիզիկապես եւ հոգեպես։ Մենք կարիք ունենք, այո, ես դրա կարիքը ունեմ, ինքը ունեմ, բայց տեսեք, որն է բժշկության զորությունը, ես դրա մասին պիտի խոսամ այսօր քո հետ։ Ես հավատում եմ դու ոնց որ եկել ես այդտեղ, այդտեղ չես գնալու։ Հիմա ոնց է լինելու, որ այդտեղ չես գնալու։ Ես չեմ քեզ բժշկելու։ Ես չեմ քեզ զորացնելու։ Բայց ես ուզում եմ քեզ մի բան ասեմ, որոշողը դու ես։ Բժշկված կգնաս, տկար կգնաս, հիվանդ կգնաս, թե զորացած կգնաս։ Դու պիտի որոշես այսօր։ Հիմա կասես ոնց է ես պիտի որոշեմ, նա դու որոշի։ Ոնց քո ձեռնատվե Աստված, այո քո ձեռնատվե։ Դու պիտի կարողանաս վերցնես, որտեղ Աստծո խոսքը սենց ասում, որ սեղան է պատրաստ է Աստված։ Ամեն օր Աստված սեղան է պատրաստում իր որդիների համար։ Ամեն օր մենք դրա կարիքը ունենք։ Ամեն օր մենք զորության կարիք ունենք։ Տեսեք, ես ինչի համար եմ ասում օծված հողի ունենալը, որտեղ ամեն օր մենք օծության կարիքը ունենք։ Դուք ամեն օր օծում եք, ես մի քանի անգամ ուտում եմ։ Բայց որ ուտում եմ,
Չեմ ասում բալեսի շլավ ահա էլ չեմ ուտելու։ Ես ինձ մի ամիս հերիք է, ո՞վ ես բաննատ ասում։ Մեր խեշկանայք, տան գույրերը կվկային, որ կոտորվում եք կաց սարքելու, վայ մարդ։ Լինում է ժամանակ, որ առավոտ եմ նեկերքին ես այն աչքերիս մեջ ինչ է թե։ Վայ, կոտորման, չէ, լավ չէր մի ամիս մի անգամ ուտել։ Ադու, ես ես ունեմ մի բան ասեմ, ժամանակը ձեր աստվածաշնչի վրա փոշի ադեմ։ Դու ուզում ես զորավոր մարդ լինես, ու չես կարծում։ Դու ուզում ես զորավոր մարդ լինես, բայց Սուրբ Հոգու հետ դու ժամանակ չունես, ես ժամանակ չունեմ։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր որ ասում են, ես ժամանակ չունեմ։ Լսի սիրելիս, այդ ժամանակը քեզ ով ա տվել։ Մարդիկ գիշերը քնում են, առավոտ չեն լինում։ Դե ներես չի լինում այդ մարդում։ Հանել, որտեղ մահացել է։ Ոնց է դու ժամանակ չունես, դու քեզ ժամանակ տվողին ժամանակ չունես։ Ես զարմանում եմ այդ մարդկանց համար, որ ասում են, չգիտեմ այսօր չստացվավ հավաքույթի գնալը։ Լսեք, կգա ժամանակ, որ դրա իսկապես ժամանակը չես ունենա։ Սա դու գիտես, որ այս որ վայր կասապլայի կա, դու գիտես իրան վայրելու, գիտես իրան փառավորելու, իրանից վերցնելու, որսի տաս, որսի ապրես, որսի զորություն ունենաս ապրելու այն կյանքը, որ Աստված ասել է, որովհետև Տերը մեզ ասեց, որ դու պիտի ինչ լինեք այս աշխարհի, որտեղ է պետք գալի անհամության մեջ։ Ես ու դու ապրում ենք անհամության մեջ։ Այնտեղ պիտի ես ու դու համ լինենք։ Ինչքանով ես դու համ։ Եվ որտեղ որ խավար կա դու պիտի լույս լինես։ Այսինքն քո մեջ չկա դու ո՞ս լինես։ Դու ո՞ս լինես համով, եթե քո մեջ համ չկա, աղ չկա։ Մեր ազգին ասում են աղ, մեր յուղում։ Չգիտեմ ինչ են այդպես ասում, մեր պապի շատ հավաքեր է, քուրս գիտի, այդպես են ասում, եւ հետաքրքիրն է, որ մեր ազգից շատ ապաշխարողներ կան։ Այնքան մեր վրա հրճակի, դասված այդ աղը մենք լինենք իսկապես։ Այո, մենք բոլորս պիտի լինենք այդ համը սիրելիներ։ Մենք պիտի լինենք այդ անհամության մեջ, այս աշխարհի մեջ, բայց եթե դու զորություն չունես, եթե դու հոգով լեցված չես կարող ապրես այդ կյանքը։ Ես փրկության մասին չեմ խոսում, փրկությունը մեզանից կախված չի, փառք Տիրոջը, որ դա մեզանից կախված չի։ Նա փառավոր է Տիրոջը կախված։ Որտեղ մենք շնորհքով ենք փրկվել, որ Աստված թողնել մեր վրա, մենք ոչ մեկը չենք փրկվի, փառք Տիրոջը։ Տեսեք մենք բժշկության համար, որ ես ասում եմ սիրելիներ, այն բժշկությունը թե հոգևորապես, թե ֆիզիկապես, որ շատերս դրա կարիք ունեն, գիտեք, եւ որ դու հիվանդանում ես, կամ շատ հիվանդներ ես տենում, ասում ես Տեր Աստված, բան չեմ ես հիվանդ, ես 1000 տարվա հավատացյալ եմ, ինչի է սենց իմ կյանքի մեջ, Տեր Աստված ես նեղավոր եմ, Տեր Աստված ես ինչ եմ արել, որ ես հիվանդ եմ, Տեր Աստված ես ինչի բժշկություն չեմ ունենում, ինչի բոլորը այն ինչ որ դու տվել ես, դա այն մարդկանց համար է, թե հովիվների համար է, թե իմ համար է, ում համար է, իմ համար է, բան չեմ ես հիվանդ, բան չեմ ես նկատել, ինչի ես զորավոր մարդ չեմ տել, ինչն է պատճառը, մի ասա որ դες հարցեր չկա քո կյանքի մեջ, մենակի մեջ կա, ձեր մեջ դες հարցեր չի լինում, դերը չեմ հիվանդացել, ինչ է պատերազմ որ ես հիվանդացա, գիտեք ես դրա մասին չեմ ասում որ քիչ մրսելես, հասում ես կամ չգիտեմ ինչ-որ նա գլուխը մի օր ցավացել է, երկու օր չի ցավացել, չգիտեմ, դրանց մասին չի խոսքը, ընդհանուր առմամբ, ինչի ես չեմ աճում Տեր, իմ հոգևոր կյանքը ինչի չի բարձրանում, ինչի ես չեմ կարողանում վկայել իմ Աստված, ինչի, լիքը հարցեր ունես, լիքը հարցեր, որոնք անպատասխան են մեր կյանքի մեջ, եւ ես ուզում եմ սիրելիներ, որ միանգամայն իրար հետ բացենք, որ Եսայի մարգարեության մեջ է 53-4-ը շատ ծանոթ համար է սիրելիներ, շատ ծանոթ է, ես գիտեմ որ դուք գիտեք, բայց նաև գիտեմ որ վերջի անգամ չգիտեմ որ երբ ես կարդացել։ Տեսեք, կարդալը կարևոր բան է, բայց նաև հավատալն է կարևոր, հա, եւ որ դու իսկապես հավատում ես։ Ուրեմն տեսեք, Եսայի 53-ի որն ասի 4-րդ խոսքը։ Հիրավին ամեն ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց, մենք նրան համարում էինք պատահածված, Աստծուց հարվածված ու տանջված։ Հիրավին ամեն ցավերը վերցրեց, ով վերցրել է իմ ցավերը,
ես վերցեմ։ Ինչ կարծիք է։ Մեր Աստված կիսավ գործ անում։ Անում է կիսավ գործ։ Գիտեք, ինչ հասկացում եք, այ ժողովուրդ։ Հիսուսը խաչի վրա ինչ ասավ։ Ինչը կատարվեցավ։ Ամեն ինչը չես կարա մի բան ասես։ Այո, մեր Աստված, տեսեք, ինչի համար ես պետք է բժշկված ապրեմ, ինչի համար, որովհետև ես հիմք ունեմ ավետարանի մեջ։ Հիմա կասես, լավ, էդի ոնց անինում, հիմա դրան հասնել ապեք։ Չոգերորվորպես շատ մարդիկ անչասում, մենք չեք հիվանդանում, հավատացյալները չպիտի հիվանդանան, այո, իհարկե չպիտի հիվանդանան, բայց այդ պիտի հասնես, որ չհիվանդանաս։ Կա տենց բան, երկու ծայրահեղություն կա։ Մենք ասում մարդենք պիտի հիվանդ մնանք, մենք երեք մարդ, էներն այդ ծայրահեղություն է, ես երբեք չպիտի հիվանդանամ։ Բայց այդ հասնել ապեք, մարդկանցները նստած է, մենք ներեցվա, որ դեյս են գնի, ես հետ մարդկանցից չեմ, ես մեջտեղը ուղղակի գնում եմ, ես իդեմ դրան հասնել ապեք, ես այն մարդկանցից եմ, որ ընդունում եմ, հնարավոր է, որ մարդը հիվանդանա, բայց նաև այն մարդկանցից եմ, որ ես հավատում եմ, չպիտի հիվանդանաս, ժամանակը պետք է գա, հասնես ընդ չպիտի դու հիվանդանաս, որովհետև քո Աստվածը քո ցավերը վերցրել է։ Ամեն։ Հավատում ես դու դրան։ Դու հավատում ես, որ Աստվածը քո ցավերը վերցրել է։ Ամեն։ Փառք Հիսուսին մի վախեցու, դու հրճակի։ Ես քո զգացմունքներն ասում են, բավար հավատում ես Սատանան ակրատից ասում, վայ այդտեղը ոնց է ցավում։ Լսի դու մինչև չհավատաս դու չես կարողանա վերցնես քո սեփականությունը, հենց որ քոնն է պատկանում, դու պիտի սա հիմքը դնելով ասես, այո իմ Աստված, թեկուզ ես այսօր ստեղ եմ, բայց ես ընդեղ եմ հասնել։ Ամեն։ Թեկուզ ես այսօր տկարության մեջ եմ, թեկուզ ես այսօր դժվարություն ունեմ, թեկուզ ես այսօր այս խնդիրն ունեմ, բայց ես հավատում եմ այդ խոսքի, ես ընդեղ պիտի հասնեմ։ Ես պիտի դուրս գամ իմ պարտքերից, ես պիտի դուրս գամ իմ ֆինանսական ճգնաժամից, ես պիտի դուրս գամ այդ ամեն ինչից այդ հիվանդություններից, ես պիտի դուրս գամ, թեկուզ այսօր այդպես չի, բայց ես պիտի հասնեմ, ամեն, հալելույա, փառք Հիսուսին, դու պիտի չհամաձայնվես քո իրավիճակի հետ, եթե դու համաձայնվում ես քո իրավիճակի մեջ, այդպես մնում ես այդ իրավիճակի մեջ, այո, դու մնում ես այդտեղ, դու դուրս չես գալի, որովհետև դու սենց ես հավատում։ Հիմա դու կարա քո հավատքը քեզ պահի փոսի մեջ, կարա քո հավատքը փոսից քանի։ Ես այն մարդկանցից եմ, որ հավատում եմ, որ փոսի մեջ եմ, բայց դուրս եմ գալու։ Այդ դուք այն դուրս եմ եկել, բայց ես երրորդին եմ հասնել, բայց ես ավելին եմ ուզում։ Ես պիտի առաջ գնամ։ Գիտեք, Աստվածից կանչել եմ 20 տարեկան հասակում։ Ես հիմա 50 տարեկան եմ։ Այն 20 տարին ապրել եմ մահացած։ Դա իմ համար չգիտեմ, ես իմ շրանքն էր։ Ես 30 տարին ապրել եմ Քրիստոսի հետ, բայց ես մի բան եմ տեսել կյանքի մեջ։ Ես կատարյալ չեմ, բայց ես միշտ դուրս եմ։ Այսօր տեսիքս չի մարի, որ ես 50 տարեկան եմ։ Երիտասարդներ, իմ տեսիք այսօր չի մարի, որ ես 50 տարեկան եմ։ Ինչքան սրանցելով Աստված ինձ կյանք կատվել, որ ես ապրեմ, էլի պիտի աշխատեմ Աստծո փառքի մեջ։ Ես ընդհանուր առմամբ շատ աշխատող մարդ եմ եղել, հիմա էլ այդպես Աներ չի, որ ֆիզիկական աշխատանքի մասին եմ ասում, և ես վերջում նստած ես մտածում եմ, ասում եմ Աստվածին, այն էներգիան, որ ես դրել եմ այդ աշխատանքի մեջ թագավորության մեջ դրածել էի, ավելին կլների, բայց գիտեք ինչ էր հարցը, որովհետև ես կամաց էի, շատ կամաց էի առաջ գնում, հիմա էլ այդպես, ճիշտ է հաստատում էր քայլերս, բայց կամաց է, որովհետև իմ զգացմունքները, իմ խնդիրները, իմ դժվարությունները ինձ ստիպում էին, որ կամաց գնամ։ Բայց ինձ Սուրբ Հոգին սկսեց սովորեցնել, այն ժամանակ էր սովորեցնում, բայց ավելի շատ է իմ մարմնավորը ինձ թույլ չէր տալի, որ ես գնամ, բայց որ չաշխատես ոնց կլինի։ Հիմա եմ աշխատում, ես չեմ կարելի որ դուք չաշխատեք։ Բայց իմ հույսը իմ աշխատանքը չի իմաստվածն։ Ես միշտ ասում եմ, շատ աշխատանքը չի հարստացնում, քիչ աշխատանքը օրհնությունով է հարստացնում։ Եվ որ դու սկսում ես առապել, լինում է, որ դու ապրում ես աշխատելու համար։ Բայց և որ դու աշխատում ես ապրելու համար, լավ ես ապրում։ Հրենարիք աշխարհին, մարդիկ ապրում են աշխատելու համար։ Ճիշտ եմ ասում ես, մարդիկ ապրում են, որ աշխատեն։ Աշխատում այնքան աշխատում,
որ մեքենայից չի կարողանում իջնել, մտնում են այս թերի etapից տանում են դու։ Բայց առավոտ որ հանգստանան, նորից գնան գործի։ Սա եղավ է մեր պապիկից, հիշում եք, ես նա սիրուն պապիկ ունեինք Ադամներ, որ մեզնից ես կրավում։ Հա, դրանից որ անես եկավ աշխատանքի, բայց հիմա Քրիստոսով անեցքը վերցվեց։ Բա մենք չենք էլի աշխատում։ Մենք չենք աշխատում։ Անես գիտակ եք, որ աշխատում ենք։ Բայց չենք աշխատում։ Աշխատող ասպեր դու մինչև եք աշխատում եք, Ադամ աշխատում է դրախտում։ Աշխատում է։ Մի ասեք չեր աշխատում։ Աստվածյան գործ է դրել, բայց որդնյան գործ է դրել։ Չգիտեմ ինչեր անում ընդ է, դրախտում չգիտեմ ինչ դու աշխատեն։ Չգիտեմ ընդ է գրված է, որ ինքը իշխեր, իշխում է, չգիտեմ նայել է, մշակում է, ջուրեր անում, կամ չգիտեմ ինչ էր անում, շատ հետաքրքիր է։ Երևի ամեն ինչ ասում էր, չգիտեմ ինչ է։ Բայց դրանից հետո իր աշխատանքը նայեք, դրախտի մեջ իր աշխատանքը նայեք։ Դու պիտի դրախտի մեջ աշխատես։ Այո։ Այսօր ամենից տակ չպիտի մնաս։ Իսկ ամենի համար դու պիտի վերցնես Աստծո խոսքը եւ դու մի բան պիտի քո կյանքի մեջ ասես թե արդյոք Աստված կամենում է որ ես բժշկվածներ եմ։ Ուզում եմ հիշեցնել քեզ։ Բժշկության զորություն ես չեմ ասել։ Դե զորությունը ո՞նց է։ Բայց ես ուզում եմ ասել արդյոք Աստված կամենում է որ ես բժշկված լինեմ, ես զորացած լինեմ, ես փոխված մարդ լինեմ, ես հոգով լեցված մարդ լինեմ, ինձ Աստված համբերություն տա, ես համբերության կարիք ունեմ, երևի գրված շատ համբերով եք, չէ՞։ Ես ուզում եմ լավ համբերով լինել, որ ներստնես կարակակալ, ես կոմենքով չես կարում համբերես տունը, չգիտեմ, ում չես կարում, ամուսնու, ընտանիքի, տղայի, կամ չգիտեմ, հարևանի, մի բան այն ներստնես կարակակալիս, չգիտես, խոսած Չիմեք չէ երևի դες խնդիր։ Նամարդեք, մոմիները լրիվ խնդիրով մարդ են, լրիվ մեկ եք դες խնդիրով մարդ, դուք դες խնդիր չիմեք, կամ հարսից, կամ մեկից, բասին որ դու լեցված ես, բասին որ դու հոգում լեցված ես լինում, վայելում ես յանքը, առողջությունը չի պայքարում, ամեն, հարկ Հիսուսի, Աստված ուսում է, կամ, ասես մի հատ հարցաշարական եմ, արդյոք ես արժանի եմ բժշկության Ես արժանի եմ, որ բժշկվեմ, իրեն արժանիքներին չի նայում Աստված, իրա ողորմությանն է նայել։ Իրա որդին տվեց, որպեսզի դու բժշկված ապրես։ Դու լեցված ապրես։ Դու առողջ ապրես։ Դու քայլես Աստծո ուսանցի պես։ Ոչ թե քո ցանկություններով եւ քո զգացումներով, դրանց ինչ կլինի։ Գիտես, որ դու զգացումներով ապրես, կարող մինչև աշ ապրես։ Բայց որ դու հավատքով ապրես, կարող 100 տարի ապրես սրանից հետո։ Թե շատ ասի, շատ չի, հերա, հարկ իրոջը, կամ իրավունք ունեմ ես բժշկվելու, այո այդ բոլոր իրավունքները Աստված տվել է, ես իրեն դուքնեց ոցված հովի ունեմ, որ ես ամենքը ձեզ ասել է, ինչքան ասել ես քարոզ է, բայց դու գնացել եք տունը, այսօր այդ իրավիճակ շատ լավն էր, շատ լավ պատրոն տվեց հովիվը, շատ լավն էր, մեկ մի երկու ժամ պատրել ու քո կյանքի մեջ, երկու ժամից հետո մոռանում ես քարոզներ, կարող քարոզի չմոռանաս, քարոզներ ես մոռանում, մեկը հանկարծ ելնում է ոտիդ վրա վերջ, ամեն ինչ մոռանում ես, գիտես ինչի, որովհետև ոգևորվել էիր, հոգով չէի լեցվել, ես ուզում չեմ ուզում, որ դու ոգևորված գնաս, ես ուզում եմ դու քաջալերված ու հոգով լեցված գնաս, ես ուզում եմ Սուրբ Հոգին քեզ լեցնի, որ դու գիտես դու ապրես սեփական տիրոջ նման, ոչ թե ծառայի նման։ Այսինքն դու սեփական, որ սա ինձ է պատկանում, դե ես ուզում եմ դա։ Որովհետև դու տվել ես, դրա համար ես ուզում եմ։ Որովհետև դա իմ համար է։ Ամեն, փառք Հիսուսին։ Եկավ մեր կյանքում ամենակարևոր պահը, մեր կյանքում գիտեք, որ պահն էր, ուզում եմ այդ համարը կարդամ, շատ սիրելի համարը իմ համար, եւ հավատում եմ, որ շատերի համար, շատ սիրելի համար կա, Հովհաննես Ավետարանի մեջ, առաջին գլուխ 12 խոսքը, գիտեք, որ Հիսուսը եկավ Հրեաստան, Իսրայել, եւ իրանք չընդունեցին։ Եվ շատ սիրելի համարի մեջ ասում է, սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրա անվանը,
իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Առաջինը, ովքեր ընդունեցին, ես հավատում եմ, որ այստեղ դուք ընդունել եք։ Ամեն։ Ընդունելուց հետո երկրորդ քայլը կա։ Ընդունելուց հետո նրան եւ հավատացին նրա անվանը, երրորդ տեղը որ եկավ իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Ամեն։ Ես Աստծո որդի եմ, դու Աստծո որդի ես։ Հիշում եք այդ խոսքը շատ եք լսել, ստեղից ես գիտեմ, որ այդ պատգամները շատ եք լսել, երբ որ Աստված ինքը Տեր Հիսուս ասած գրում է, աշակերտները կրկնեցին, ճիշտ է։ Տխուր է, ո՞նց է գրում ես։ Երևի շատերն ասում են, վաղավայրի չեք ուտելու, ձերի ապրում ենք, եւ 3 տարի, 6 ամիս մեր համար Հիսուսի կողքերով քայլում ենք ու դուք խմում, տեսման ենք գալի, բայց Տերն ասած գրում է խադրան իրար։ Լավ ասած, լավ որ ես գնամ։ Ո՞նց է լավ որ ես գնամ։ Ասած որովհետև եթե ես չգնամ, սուրբերին չի գացել։ Գիտեք սիրելիներ, Տերը ասաց ու Տերը գնաց եւ ուղարկեց 10 օր։ Շատ չէ, իր համբարձումից հետո 10 օր հետո եկավ Սուրբ Ոգին։ Եվ այսօր ինքը մեր մեջ է եւ ինքը չի գնացել։ Եվ ես ու դու որպի կարգավիճակ չունենք։ Մենք Աստծո որդիներ ենք, սիրելիներս։ Ամեն։ Դու Աստծո որդի ես։ Եվ դու որբ չես, անտեր չես։ Եվ դրա համար ես ուզում եմ քեզ ասեմ, եթե դու Աստծո որդի ես եւ որբ չես, իմ Աստված ուզում է որ դու հիվանդ ապրես, Աստված ուզում է որ դու տկար լինես, Աստված նայում է ու ասում է վայ ինչ լավ է, որ ասում է երբ որ նայ ես ու ինչ էի եկնի։ Հա, մենք շատ անգամ ասում ենք մեր երեխեքին։ Ընկնում եմ իդեղ, իդեղ կպնում եմ ցեխով բուղակամիջ, ասում եմ, բավոյ քանի անգամ ասի, որ այդպես չանես, դες ինչ եղավ քո հետ։ Աստված դες բան չի ասում։ Լավ չէ որ Աստված դες նման չի։ Մենք իրար նման պիտի լինենք։ Աստված նայում է քեզ, ասում է բարես մի քիչ որ իմ խոսքին հավատացած լիներ։ Մի քիչ որ դու իմ խոսքը դեցած լիներ։ Իմ խոսքը քո համար կենդանի լիներ։ Ես ինչ չեմ կարողանամ անել քո համար։ Եվ ոչ մի նորմալ ծնող չի նայում իր երեխու վրա ու ասում ինչ լավ որ է մեծ ես եղել։ Ինչ լավ որ դիմանես, նոր ինձ ինք հասկանաս։ Չէ, այդպես ասում են, ոչ մի նորմալ ծնող չի ասում, ես չեմ ասում ես այդ մարդկանց, որ չգիտեմ ինչ եկան, ով են։ Տեսեք Մարկոս ավետարան 16:15-ում մերները իրեն իշխանություն, իրան հավատացողի եկա իշխանությունը վերցրած մարդկանց ասում է, գնացեք, ինչ արեք, ավետարանը վկայեք, քարոզեք և բժշկեք։ Տեսեք, ես ոչ թե մենակ պիտի բժշկված լինեմ, ես պիտի գնամ ուրիշներին բժշկեմ, ես պիտի գնամ ուրիշներին վկայեմ, ես պիտի գնամ կյանքը ուրիշներին տալու համար։ Մենք շատ անգամ ասում ենք, այ համար լավ է, բժշկվեի, լսի Տերը, ոչ թե մենակ ես էի տատվել, Աստված ինձ իշխանություն է տվել, նաև բժշկելու, նաև վկայելու, դու մենակ քո մասին ես մտածում, որ դու բժշկվես, չէ դու պիտի ուրիշներին էլ բժշկես էլ։ Ասես մայր մարդ, ես էլ շատ բժշկվա, որ հələ ուրիշներ բժշկեմ։ Գիտեք, դա ավետարան է ասում, ես ավետարան եմ ասում, ավետարանը սենց է ասում, եթե դու դրան չհավատաս, դա չի լինի քո կյանքի մեջ, ես դա չի լինի քո կյանքի մեջ, եւ շատ անգամ դու կարող ուրիշին քարոզես, բայց դու շատ անգամ դու քո մեջ նեղում ես ու ասում ես, այ մարդ, ոնց որ ես չեմ հավատում, կարծում եմ մի անգամ ձեր մոտ պատմել եմ, ովքեր չեն լսել, նորից իջեք, համերգը քարվանակ, գնացել ենք երկու եղբայրներով, մի հատ եղբայր եկավ, ասած գնանք, մի հատ հիվանդ կար իր համար աղոթենք, գնացել ենք աղոթելու, այս խեշ անհասնավորությունը պարկած է, ոնց որ ես ու վաղնա, այդպես շատ ծանր, մի քիչ տարիքով աղոթում ենք իր համար, բժշկության համար, վկայում ենք Աստծո խոսքը, այդ եղբայրը կանգնած է իր մոտ, գլխի վրա ու ասում է հավատա, հեսա կբժշկվես, հավատա հիմա կբժշկվես, ասում է հավատում եմ, ես եղբոր անունա տարի, ասում է հավատա կբժշկվես, երևի մի 10 անգամ ասած ես մարդուն, հավատա կբժշկվես, ես մարդը սենց նայես պարկաստեղից ասած, ես հավատում եմ, բայց ոնց որ դու չես հավատում։ Գիտես ես չեմ բանից ավեմ, թե ամար չեմ ասում դեր Աստված,
50 անգամ նույն բանն ասել, դու ասացին հավատում ես։ Հիմա գիտես ինչ կա, եւ որ մենք որպես հոգեվոր մարդիկ Քրիստոսին անել, եւ որ դու վկայես մարդկանց, աշխարհին, ամեն աշխարհի մարդ ես ասի, լսի դու կողասածներին հավատում ես։ Դու դահաս գարաշարակում մեջ, չէ՞։ Ես մի օր մի հատ քահանայի տենց եմ ասել։ Հիմա քարս գարաշարակում մեջ, լավ, իսկապես է, մենք լսի դու ես, որ դու ես մարդ չկա, հարցը դեր դու մեջի։ Լսի ու տես մի հատ ամոթ կարասատ է, լավ է որ տես քարոզում է, որ ետքան կերված է, ես հավատում եմ դրա։ Հենց ես հարց դու, հենց դու որտեղ ես ասեք հոգևոր կյանքի մեջ, որ աստիճանի վրա ես, քո հավատքը, քո ապրած կյանքը զգացմունքներով է հավատքով։ Գիտես այն մարդիկ, նորից եմ ասում, այն մարդիկ, երբ որ ինչ-որ մի բան անի, դու խառնում ես իրա, դու զգացմունքով ես ապրում։ Բայց որ դու ասում ես, ես Աստված ունեմ։ Ես Աստված ունեմ։ Ինչ խնդիրիդ ասալ ես Աստված ունեմ։ Եթե դու խնդիր ունես, այդ հիմա այդ խնդիրի անունը քո մեջ ասա, ես Աստված ունեմ, եւ իմ Աստվածը քեզանից բարձր է։ Ամեն։ Ասա իմ Աստված քեզանից բարձր է իմանության։ Քո խնդիրին դե ես առաջին եմ խառը։ Ես չեմ կարելու։ Դեռ դու որոշել, որտեղ որ դու կաս հիմա, դու ես որոշել որ այնտեղ լինես, Աստված չի որոշել որ այնտեղ լինես։ Դու ես որոշել որ այնտեղ մնաս։ Շատերը հարմարվել եք ասել ես ծերեմ, ես արդեն իվը պրծավ էլի, էլ ինչ եմ վկայեմ, էլ ինչ խոսեմ, էլ ինչ ծառայության մասին է խոսքը։ Լսեք, ձեր տարիքինս კი նոյը նշանվածել չէր։ Գիտես, Աբրահամը 100 տարեկան էր, երեխա էր սպասում։ 25 տարի հետո նոր եկավ այդ երեխան։ Ես մարդ ասած հնչել իմաստվածն ասել է, դենց է պիտի լինի։ Ոչ մի բան, ինչ որ քո համար անհնարին է, Աստծո համար հնարավոր է։ Ամեն։ Ինքը կենդանի Աստված է։ Ամեն։ Հիմա տեսեք, ես ուզում եմ մի երկու անձնավորության մասին կարդալ, որոնք կարծես հավատում էին, որտեղ շատ անգամ նման էր մերպես հավատացյալների հավատքին, որ հենց Հիսուսին տեսում էին, հենց գնում էին հավատույթ, դեր նման, ուղղակի հավատում էին։ Ասում են հավատում են, բայց իրավիճակի ժամանակ ասում են չէ։ Ասում ենք հավատանք, ոչ չենք ասում ես նա։ Հիշեք մի անգամ իմ մամայի մասին ես ասել եմ։ Եվ որ իմ մերը հավատում են, որ մենք դարձի կան, ես իմ մորը մի օր ասի, ման հավատում էի, որ ես հավատացյալ կդարան, ասաց հա, որը ջան, ոչ չէ, հավատում էի։ Ասի բավոր հավատում էի, որ դարձի կգան եմ հավատացյալ, էդի հելը հերի չգնեմ քո հովիվը։ Ասաց չէ կա, այ հոլա ջան, ու ենքան չէի հավատում։ Հիմա որ դու աղոթում ես, որ քո ամուսինը դարձի կա, դրան էլ հավատա, որ ինքը պիտի լինի քո հովիվը։ Հա, դրան հավատա, Աստծո համար, գիտես ես զարմացած ասած, բայց շատ անգեղծ ասած, ասած ես ենքան չէի հավատում։ Ես ուղղակի մենք շատ անգամ նրան փրկության համար, փրկվի ելիքա։ Մարդս նրա փրկվիչ կորի, ես նրան փրկվի ինչի մենակ էդի։ Գիտեք, Աստծո դեպքում քիչ բան մի ուզեք։ Մտերես գանձարանը ասնես, մի ենքան կտորնձի ոսկիրնի հերիկա, չէ, մարդ մի կտար էլի, ինչ պատավոր, ձրիա, ամեն պարկ Իսուսի, և տեսեք իտ անձնավորությունները, որոնք Մարթան ու Մարիամն էին, իրանց միան ախպերում էին նրան մահացա։ Գրված է, որ այդ ընտանիքին Հիսուսը շատ էր սիրում, և կարծես, որ իրանց հետ շատ շփումներ, ավետարան իշխան, որ տեղեկությունը գալիս մենք այդքան գիտենք։ Բայց որ իմացավ, որ հիվանդա Հիսուսը չգնաց, երբ որ էլ մնաց իր ատերը։ Ոայ, արմարդում ենք դեն շենք։ Մենք դեն շենք, որ իմանամ, սաղ ու կարդ թողնենք եթանք հասնենք, բայց դերը հետապքի մի բան արավ, չգնաց, բայց լավ այդ պատմությունը շատերը գիտեն, ովքերը չգիտեն, դու հետան տունը կարդան։ Ես չեմ կարդա, որ դու լսեք, ճիշտ է, այս կարդալուց լավ է, բայց դու գնացեք տունը կարդացեք։ Եվ գալիս են տեսեք 25-ից ասեմ, Հիսուս նրանց ասաց, ես եմ հարությունը կյանքը, որ հավատում է ինձ թեկուզ և մեռնի կապրի։ Ժող իսկապես հավատում եք այդ խոսքի։ Բա որ հիվանդանում եք չեք այդ մեռնելուց այդ համավենը։ Հիսուսն ասա, որ մեռնեք կապրեք։ Ժող իրականում ենք ապրելու եք, հա։ Իրականում մենք հավիտենական կյանք ունենք, ոչ ինչ որ մեծացել եք, սիրելի քույրեր, տատիկներ, պապիկներ,
Մեկ ադու հավիտենական կյանք ունես, ես մարմնի միջիցներն ես ասես վաղջան պրծան։ Շատ անգամ չարչարվում եք ես մարմնի համար, ու մտածում եք, թե մեկն են ասում թեև մերնի պիտի ապրի։ Եվ ամեն ով որ կենդանի ու ինձ հավատում է հավիտյան պիտի չմեռնի, նրան հավատում եք, մարդան նրան ասած, այո դու ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոս Աստծո որդին, որ աշխարհ է գալու։ Եվ այս ասելուց հետո գնաց իր քրոջը Մայրամին են ծածուկ կանչեց, ասաց, վարդապետը եկել է եւ քեզ է կանչում։ Այսքան երկար չեմ ուզում կարդամ, ուզում եմ եթանքացնեմ գերեզմանոց։ Եթանքացնեմ գերեզմանոց, նրանք ինչ է կատարվում։ Եվ բոլորը գնում են գերեզմանոց, եւ Հիսուսը տեսավ, որ նա եւ նրա հետ եկած հրեաները լաց են հոգով խռովեց եւ հուզվեց եւ Հիսուսն ասաց, որտեղ դրեցիք նրան ասացի Տեր այու տես։ Եվ ստեղ Հիսուսը լացում է, բայց ուզում եմ ստեղ մի հատ նրբությունը ստեղ կարդամ։ Հիսուսը ասեց, վերցրեք այդ քարը, մեռածի քույրը հավատացող քույրը, հա։ Այն որ հավատում էր ու լավ հավատում էր։ Այն որ Հիսուսին տեսել էր, ոգևորվել էր։ Նույն մարդան, տեսեք ինչ ասում։ Հիսուսն ասում է, վերցրեք այդ քարը, մեռածի քույր մարդան, որ վերևն ասում է, ամեն բանի հավատում է, որ մենք ոգևորվում ենք, երկերի ժամանակ, այդպես էր մարդան։ Նրան ասաց, Տեր հիմա արդեն նեղած կլինի, որտեղ 4 օրվա է։ Լսեք մի քիչ ինչեր ասում է մարդը։ Ես հավատում եմ։ Ես գիտեմ, ես հավատում եմ Հիսուս շնորհով։ Ես հավատում եմ, մի քիչ շուտ եկածներ հիմարվան կդժգերի, բայց հիմա կարողան կաց մի քիչ խնդիր լինի։ Նեղած է։ Բայց ինձ ու քեզ Աստված ասում է, թեկուզ քո խնդիրները նեղելը ես հարություն եմ տալ։ Այն խնդիրները, որ քեզ օգնություն է բերում, ես կարող եմ։ Եվ ես եք ասել, որ ասում է քարը վերարեք, ուզում եմ մի քանի բան ասեմ, մինչև այդ քարը կվերցնեն հրեաները, ես դες մի քանի բան ասեմ։ Ինչ քարեր կան, որ խանգարում են, որ Հիսուսը հարություն տա, որ ամոթված է, որ վազում է, շրապ ջերմեր անդերի, ինչ եղավ, մենակ ինչ եղավ, վարքին նետում էիք առաջ, հավաքի կյանքը լավ էր, լավ զորացած էր, լավ, ինչ քարեր կան քո հավաքի կյանքի վրա։ Մի քանի քարերի մասին ես կարող եմ ասել, եւ որ Հիսուս ասեց, վերցրեք իրաց գերեզմանները մեր գերեզմանների նման չէին, որ կանում են թաղում են, վրեն էլ չգիտեմ մի տոննա հողեն ես կտասնեն հողեն են թեթևլի, եթե չէ։ Իրանց համար հողեն են թեթևել, որտեղ քարանձավ են ու միակ քարեր էին բերում հրեաները, չգիտեմ պատեցանում են, թե չէ, չեմ հետաքրքրվել ճիշտ ասած, գետապնոր միակրնային հրեաները ոնց են հիմա թաղում անում, բայց այդ ժամանակը տենց է, եւ Հիսուս ասաց մի հատ քար, գիտեք ինչի համար եմ ուզում ասեմ սա, քարեր են կողտրեք, բաներ կան իմ քո կյանքի մեջ, որ դու պիտի անես։ Ամեն բան մի թող Աստծո վրա, Տեր խնդրում եմ, էսի լինի, էնի լինի, բաներ կա, որ դու պետք է անես։ Ոնց որ դու նայես աղբորդ քրոջը տենում ես, օգնության կարիք ունես, ես Տեր ջան օգնի։ Հա դու օգնի։ Ասում Տեր ջան, ինչ օգնի Աստված, դեմես օգնության կարիք ունի։ Դեմես դժվարության մեջ ա, Տեր ջան կօգնես, մի 5000-ի կարիք ունի, Տեր օգնի։ Եթե 5000-ը կոմա ինչ ա, դարձու դու օգնվել էլի։ Այն հումորի նման ասում է 5000-ի տաղավար նեղությունի կարքի բաներ ուզեք։ Իրեն բաներ կան քո կյանքի մեջ, բաներ կան, քարեր կան, որ դու դրել ես դրանց վրա։ Քար կարող լինի, որ դրել ես վրան ու սպասում ես երկար ժամանակ։ Մի բան արել է Տեր ջան, խնդրում եմ էլի, զորացրու ինձ, օծիր ինձ։ Տեր ասում է, գնա մի հատ փոշիկ վերցրու, քարչի բաց փոշյա։ Նա վերցրու սույն դիրքը, դες ոնց եմ ես քեզ զորացնում։ Արմեն ջան, էսի մի քիչ գողքի դիր էլի, ոնց որ խանգարում անձին։ Տեսեք սիրելիներ, Մարթայի բացասական հավատքը, Հիսուսը 11:39 ասաց, վերցրեք այդ քարը, եւ Տեր այսօր քո կյանքի մեջ, քարեր կան հիմա մի քանի քար ես ասել եմ, ինչ որ ես գրել եմ, բայց դու կարող պիտի հասկանաս, ընդունես, խնդրես, հասկանաս, ինչ քարեր կա քո հավատքի կյանքի վրա։ Ինչ քարեր կան, որ փակում է, որպեսզի Աստված հարություն տա։ Տեսեք, այն ինչ որ կախված է ինձանից, օրինակ, առաջինը, ես տենց եմ գրել, ես հավատում եմ ծա մեծ քար է, ներման քար։ Ինչ որ մեկ ինչ ես կարողանում ներես։ Ինչ որ մի բան արեք, որ չգիտեմ երբ արել, բայց չես կարող արնել, քար է, գիտես։
Եթե քարա ու քեզ թույլ չի տալի, որ դու վերցնես ինչ որ քեզ ապահովական։ Եվ Աստված ուզում է, որ որ չգիտեմ ինչ կլինի քո կյանքի մեջ, բայց ես ուզում եմ ասեմ քեզ, դա մեծ խնդիր է այսօր։ Շատ մեծ խնդիր է։ Չես կարողանում, չգիտեմ, կարող է Իսուրը մերը գնացել է, բայց մինչև հիմա չես կարող ներես իրան։ Հարևան մի բան արել, եւ եղեցու մի բան են ասել, քույրդ մի բան ասել, չգիտեմ ով ուսումանի քո մեջ, մի ասա, շատ են ասել ես ներել եմ։ Չէ, գիտես, եւ որ դու ներել ես, այդ մարդուն որ դու տենում ես, դու հանգիստ ես։ Ես իմ համար ես ասեմ։ Եվ որ այդ մարդուն տերում ես, կարող ես հանգիստ նայել։ Աղոթելու սիրում ես դու իրան։ Նենց այդ հանգիստ է։ Դու չես խառնում իրան։ Տերում ես են կոմիսա գալի դու սենց ես գրում։ Ասա ներել եմ, բայց ես չեմ ուզում կենամ ես։ Կներես դու չես ներել։ Եվ քարը քեզ խանգարում է, որ դու բժշկես։ Եվ քարը քեզ խանգարում է, որ դու մի քայլ գաս Աստծուն։ Լսի քույրս, եղբայրս, հենց քո համարն է, ոչ թե իր համար։ Որ ինքս չգիտեմ, որ դու իրանից նեղացել ես։ Ոսկի չգիտեմ, որ իրանից վիրավորվել ես։ Բայց սրտիդ վրա այդ քարը քեզ խանգարում է, որ դու վերցնես այն ինչ որ Աստված քո համար պատրաստել է։ Եվ շատ անգամ դա մեծ խնդիր է լինում սիրելիներս, մեր շատերիս կյանքի մեջ։ Եվ մարդիկ, ինքը ուղղակի ինքը ամբողջ կյանքում տանջում է, որովհետև մեկին չի կարողանում ներել։ Ների, որ Աստված է քեզ ների, ների, որ Աստված քեզ օգնի, ների, որ Աստված բժշկություն բերի քո կյանքի մեջ, ների, որպեսզի դու ստաս այդ ներման օգնությունը, գիտես դա ինքը օգնալ բան է, որ դու կարողանում ես ներել ու արձակել։ Ես մի առիթով պատմել եմ, որ ես իմ հորը չէի կարողանում ներեի։ Գիտես ինչի չէի կարողանում, որտեղ իր ամբողջ կյանքը մեզ տանջել է։ Բայց ես մի բան գիտեի, մի բան եմ հասկանում, բայց այդ հասկացածս իմ համար իրականություն չէի կարողանում դառնալ։ Իմ հավատացյալ ժամանակ ես խաբնված եմ, ես գիտեի իրան ներել եմ, բայց իմ սրտիս մեջ միտեղ կար, որը ցավ էր եւ այդ ցավը բժշկված չէր։ Բայց ես կանգնում եմ եւ Տիրոջ առաջ ասի Տեր, խնդրում եմ։ Ես խնդրում եմ, ես ուզում եմ դրանից ազատ լինել։ Այո, քո ծնողն այսօր լիվանար է քո կյանքի մեջ։ Հիմա լավ է, իր խնդիրն է, բայց այդ խնդիրը իմ մեջ է։ Բայց ինձ թույլ չի տալի, որ ես առաջ գնամ, հոգևորապես։ Իմ մոծությունս վրան է ազդում, իմ բժշկության վրան է ազդում, լիքը բաների վրա կարող ազդի, եւ այդ չներելը մեծ խնդիր է սիրելիներ։ Եվ դա մեծ քար է քո կյանքի մեջ։ Գիտես Հիսուսն ասում է, տարենգո, դու Հիսուս ջան մոռացել եմ Այ մարդ արձակել եմ իրան, դու ոչ իմանել չես արել։ Նա դու Սուրբ Հոգին մտնի այդ տեղը։ Հրտես ինչ վեր կա։ Եվ որ դու այդ մարդուն տեսնում ես ցավը առաջանում քո մեջ, դու չես ներել։ Խնդիր կա քո կյանքի մեջ։ Ասեք հաջորդ քարերից մեկը անհավատության քարն է։ Գիտես մենք շատերս հավատացյալ լինելով լիքը անհավատ բաներ ենք անում։ Լիքը անհավատ քարեր կան մեր կյանքի մեջ։ Հնարավոր է, ախ կլինի, չի լինի, չգիտեմ։ Դու սկսում ես, չէ, դժվար։ Եկա դերես հավատացյալներ, կնես բացասական բաներ են խոսում։ Չէ, հնարավոր չի դա դերսվի։ Իսկ դու հավատքի մարդ ես, թե անհավատ։ Դե հավատացյալները, հավատացյալ Արմենն ասա, չէ, մենք հավատացյալ ենք։ Ես էլ եմ ես մտածում։ Բայց հավատացյալ չի նշանակում, որ հավատույթ ես գրում եմ ես հավատացյալ։ Հավատացյալ չի նշանակում, որ դու քո մեքենայի վրա մեծ ցուկ ես դրել ես հավատացյալ։ Ես մեր մեքենայում եմ ծախել եմ աշխարհի մարգարեն մինչև հիմա չի արել։ Ես որ դերած կողքից գազես, վայ մեր եղբայրն է։ Ինքը լավ է, հատեցող մարդ է, ինքը լավ եղբայր չի։ Հələ մինչև հիմա եղբայր չի եղել։ Հիմա այդ ցուկը չի որոշում, որ ինքը հավատացյալ է, թե չէ։ Քանի տարի է ես գրում եմ եկեղեցի, չէ, սիրելիս, դու պետք է հավատաս այս խոսքերին։ Այս հավիտենական խոսքերին դու պետք է հավատաս։ Ինչ է խոստացել ինձ Աստված։ Ես պետք է հավատամ, ես չպետք է զգացումներով առաջանամ։ Տեսեք, սա անհավատության քար է։ Կա նաև երկմտության քար։ Մարդը իր մեջ երկմիտ է իշխնում։ Երկու միտք ունի։ Երկմտություն նշանակում է, որ դու երկու միտք ունես։ Եվ այդ երկու մտքերը, որ կան քո մեջ, դու չեն տալի, որ դու հասնես։ Տենասկերնի, չէ, այսօր երեք ջղանացել եմ, կարող այսօր մոտս չստացվի։ Տեսեք, մի երկմտի, ինչ ասում Աստված քեզ, ինչ ուզում, որ Աստված տեսնի, ուզում է, որ դու լրջանաս, ուզում է, որ դու քո այդ մտքի, Աստծո մտքի վրա կանգնես։ Ինչ ասում Աստված,
Ինչ ասում իմ մտքերը, ինչ ասում իմ զգացմունքները, ինչ ասում իմ Աստվածը։ Քո խնդիրների, քո դժվարությունները, ես շատ տարիներով զբաղվել եմ, հավատացյալները շատ անգամ ավելի շատ լսում են սատանային, քան թե Աստծուն։ Ավելի շատ լսում են իրաց մարմնավոր մտքերին, քան թե Աստծուն։ Ինչ ասում Աստված, լսեք, մի հատ խնդիր է եկել քո կյանքի մեջ, այդ խնդիրը անլուծելի է թվում։ Ճիշտ է, լույնման տեսվար է, ու դու հետևը չես տենում։ Այդ չես տենում ինչ անելու։ Բայց դու խնդիրի ասա, բայց իմ Աստված ինչ ասում է հարցի համար։ Ինչ ասում իմ Աստվածը, իմ Տերը ինչ ասում։ Հաջորդ քայլից մեկը թերարժեքությունն է, որ մենք շատ անգամ մենք ասում ենք, ախր չէ, այդ իմ համար ոչ, եկա քեզ բան ես զգում, եկա թերարժեք ես զգում, քեզ դու շատ հավատացյալներ իրանք չեն կարողանում արժեքավորել։ Ես ուզում եմ քեզ ասեմ, քաջարել, դու շատ մեծ գնով գնված մարդ ես, դու մարժեք ես, դու գնահատելի ես, Աստված քո համար ամենաթանկն է տվել, եւ այդ ամենաթանկը տվել է, որպեսզի քեզ ունենա, դու իր սեփականությունն ես, տկարություններով, խնդիրներով, դժվարություններով, դու իր համար անգին ես, դու գին չունես իր համար, դու իր որդու գինն ես, դու այդքան թանկ ես, կողքին թրասա, դու թանկ ես Աստծո համար, լուրջ հավատում ես, որ դու թանկ ես Աստծո համար, շատ թանկ ես Աստծո համար, դու թերաշեկություն իսկատինաս, չգիտեմ, ինչ կլինի իմ կյանքի համար, կամ իմ կյանքի մեջ, ես խնդրում եմ, որ այդ քարերը մի կողմի, գիտեք ինչ եմ այդ քարերը մի կողմի վրա դնում այսօր, եթե ունեք, հնեշի որ ես եք ասեմ, ասի նոր իմացավ այդ քարերի տեղը, շատերդ այդ քարերի տեղը լավ է գիտեք, շատերդ այդ քարերը մի սիրուն կողքերը տենց, լավ կաշերը դրեք մնում է, քո համար էդի շատ լավ է, ես չեմ կարա ես դրանից ազատվեմ, չհնարավոր չի իմ համար, ինքան շատ է փայփայ այդ խնդիրին, որ քո համար այդ խնդիրն ավելի մեծ տեղ է գրավում քո կյանքի մեջ, սեփականացրել ես, օրինակ համար է շատ անգամ այդ խոսքերն ասում եմ, տեսեք, շատեր այնքան սիրուն սեփականացնում եք ձեր հիվանդությունները, չէ՞։ Ես ինչ ունեմ, ճնշում ունեմ, էլ ինչ ունես, շաքար ունեմ, չէ՞, չեք ասում, ես ճիշտ ասած այդ երկուսից էլ չունեմ, նրա համար եմ ասում, երբ որ մենք ասում ենք ունեմ, ով ասում, հայվանին շաքար ունի, ասում ես ունեմ, նրա այդ մի քիչ ենք խոսում, լավ ունես, լավ, ես չեմ ասում, այդպես բանել ենք, որ ես չունեմ, որ բժշկվես, չէ, այդպես չի, լավ ունես, ուզում ես, այդպես էր իրա հետ մնաս, թե ուզում ես 10 եկա, այ եթե դու ուզում ես 10 եկա, դա ուրիշ հարց է, ես չեմ ուզում դու քեզ խաբես, ինքնախաբերության ապրես, ասել չունեմ, ոչ մի բան չունեմ, ես շանդամ եմ, տես լսել եք, չէ, տեսնամ, ոչ մի բան չունեմ, եկել ասան դեղերս վերեք, ասել չունեմ, նայեք, սրանք կան կյանքում, մի հարմարվի դրաղ է, ոչինչ տարիքով եմ, դեղով ենք ապրում, ոչինչ, պարկասու, ինչի համար պարկասու, կսկսում պասկացույա կանի, պարկասու լավ են, բայց ես իմ դերները որ չնեմ կմերնեմ, ինչ գիտես կմերնես, է դու ես որոշում, Աստված քեզ ինչքան կյանք ապրել, այդքան ապրելու ես, ինչ ժամանակ որ իդ դերերը չկային, ոնց են այն, մակասես մերնում էին, չէ ավելի լավ էին ապրում, հիմա շատերը մտածում են, շատերը ապրում են ինտերնետում, այս բանը չի կարելի ուտել, ինտերնետի մեջ մի ամիտներ է, մերս էլ է նայում, իրար էլ հեռախոսում, եք նայում է գայցանես, մի բան, ես եմ ասում այն մեր ասում, դու բոլորին հավատում ես, հեռախոսում են բացում դու, ես է կարելի է, ինչ կարելի, գիտեք ինչ կա, գիտեք ինչ կա, ես չեմ ասում դուք, ինչ որ իմանում ես էսի սխալա ուտես դրա մաս ինչի խոսքը, բայց նա ինչ եղավ մեր աղոտները, ինչ եղավ մեր աղոտքը, որ աղոտում էր, մաքրում էր ամեն բան, ինչ եղավ, ես ես պատկերացրեք դու միտեղ մեկ անապատի մեջ ես, ու քեզ յուղով, որ ասում են խոլեստերինը շատ է, սոված մերնում ես ու քո արջև
յուղով ամենակոս սիրած են որ կաթից ստարն են, որ խորեստերինը լույքն ամեջ, ես բան ամեջ է։ Ձերին մեն տալես են, ինչ ես ասել ես, խորեստերինը շատ ավելավ ասված ներն են, ասեք որ, դեք ես ունի մեկ ասան տերասված, ինչ եղա մեր հավատքը։ Այդ մեր պապիները, յուղի, մաքուր, յուղն ու մանի լուդում էին, 100 տարի ապում են ես որ գտար լինականներ որ մեջը խորեստերին կա։ Պահոյ։ Բանով ինչ եղա մեր հավատքը, ինչ եղա մեր հավատքը սիրելիներ, ինչ եղա։ Տեսեք, շատ անգամ ես ամեն ինչը մեզ տանում է մի տեղ, բայց դու պիտի հավատաս Աստծո խոսքին։ Ինչ ասում Աստված, ինչ ասում ինտերնետը, ինչ ասում մարդիկ, նորից ես ասում եմ, եթե ինչ-որ մի բան, օրինակ եմ ասում եմ, եսի վնասա, հա, վնասա մի կեր, կոմարնի համար, վնասա մի կեր, բայց մենք դրանով մի ապրեք, ժողովուրդ, մենք մի ապրեք ամբողջ օր եսի ուտենք, եսի չուտենք, եսի ուտենք, եսի չուտենք, դրա համար ասում հավատացյալները միշտ չեն ուտում, բայց ուտում ենք, ես ուտում եմ, դուք եք ուտում, Այ Հիսուսի, եթե սիրելիներս, լինում են մեր կյանքում մեղքի քարեր, լինում են մեղքեր, իսկապես մեղք կա, գիտեք մի բան ասեմ կարող զարմանաս, անհավատություն մեղք կա, կողքի մեղք կա, տեղի մեղք կա, հավատացյալ անհավատ, տեսել եք, հավատացյալը այսինքն անհավատ է, հիմա տեսեք, լիքը բաներ կան մեր կյանքի մեջ, մեղքեր կան, որ կարող քեզ խանգարեն քո բժշկության համար, ինքը կարող քեզ խանգարի, որովհետև սրա հարցները չես լուծել, քո մեղքերը վերցրել է, բայց դու շատ անգամ դրանով ապրում ես ու դա քեզ շատ սիրելի է, հա, շատ ես սիրում ես այդ մեղքը, շատ անգամ ասում են, որ չբարկանամ, Աշկերզը չմոտիկացնեմ, չբարձրացնեմ, չճղարանամ, չեմ հասկանա։ Ինչ գիտես։ Մինչև ես մարդուն տեղը չդնեմ, ինքը չի հասկանա, հոգևոր մարդը։ Ու ինքը մտածում այդ մարդուն պետք է տեղը դնի։ Որ տեղից ընկել է, հա։ Ինչ է կատարվում։ Լսեք, այդ քո դիմացինը չպիտի փոխի քո կյանքը։ Այդ քո դիմացինը չպիտի ազդի քո վրա։ Դե մենք շատ հավատացյալներ լիքը ազդեցության տակ ենք ընկնում։ Տեսեք, աշխարհիկները ձեր վրա լիքը ազդեցություն են թողում։ Հիմա դուք ասած լավ աշխարհիկների հետ չփայլեմ, աշխարհիկների հետ չտամարնեմ, չէ դու դիտա սարնես մինչև ընդեր, մինչև որ ինքը ինձ ազդել թողը գնա։ Էլի մի շրվի։ Գիտես, եթե ինքը սես կտրել քեզ հավատքույթից, կտրել քեզ Աստծո խոսքից, ի ժամանակ իրան ասած չէ գնա, բայց տեսեք, հավատացյալը ինքը պետք է ազդի աշխարհին։ Ինքը իր սրբությունով, իր մաքրությունով պիտի ազդի, եթե դու ուզում ես զարմացնես այս աշխարհին, ապրի սուրբ ու մաքուր կյանք, այդ մարդիկ կզարմանան քո վրա։ Եվ տեսեք, մեղքեր կան մեր կյանքի մեջ։ Օրինակ, մարդը կարող անեց կանի շատ հանգիստ։ Հիմա կասես հավատացյալը։ Ու իրա մեկը ասպեկտում եք ասնատեր ջան ների ինձի գնացիմ առաջ։ Կերտապետ հավաքույթի տերը ների ինձի ու կպրծավ։ Ես քեզ ասում եմ, նույն բերանից չպիտի երկու տեսակ ջուր դուրս գա։ Նույն աղբյուրից երկու տեսակ ջուր դուրս չի գալիս, իրեններ, Աստծո խոսքն ասում։ Այո, կամ դառը պիտի դուրս գա, կամ քաղցր դուրս գա։ Հիմա քո բերանից ինչ է խանգարում է քո բժշկությանը, այո, խանգարում է։ Փչացնում է քո հավատքի կյանքը։ Քո հոգևոր եթե ես բժշկություն եմ ասում, ծերներ, մենակ ֆիզիկական մեր մարմինների մասին չեմ ասում։ Հոգևոր ընթացքը այդ քարերը խանգարում են։ Եթե դու ես ճանապարհով մի ճանապարհով գնաս, ես քեզ ասեմ, քո համար ավելի հեշտ է այս քարերը մի կողմ գցես, որպեսզի քո մեքենան գնա, ոչ թե տենց կողքերով գնաս, որ գնաս այդ քարերի արանքից դուրս գաս։ Տեսեք, այդ քարերը պիտի մի կողմ գցես։ Այդ քարերը, որտեղ Հիսուսը որ մարդային ասաց, եւ մարդային չես ժողովրդին ասաց, այդ քարը մի կողմ դրեք, այդ մարդիկ մինչև քարը մի կողմ չդրի, Հիսուսը հարություն չտվեց։ Բարի միջրավ։ Վազարոսին, իրանց եղբորը։
քարերը մի կողմ դի, Աստված ուզում է քեզ հարություն։ Աստված ուզում է ամենավատ իրավիճակի մեջ, եթե դու այսօր գտնվում ես, Աստված ուզում է դա հանի, Աստված ուզում է լիքը բարքերներ ունեի, լիքը հայտնություններ ունեի, լիքը օծված գործեր ես արել, բայց այսօր դու դրանք քո կյանքի մեջ ներած են, Աստված ասում է, ես այդ քարը կողքերատին ուզում եմ հարություն տամ։ Մեկ էլ ներմես մի մարդ կարծում, գիտես այն ժամանակ շատ մարգարեական մարդ է դրել, հիմա չի ստացվում, չի գործում։ Ինչի Աստված բարքերը դրելա ձերից դարել, հա? Չէ, քար ես դրել եմը։ Ովքեր են հողանասներ ջրում, ես ջրում եմ։ Եթե այդ խողովակի մեջ մի հատ քար կա, ես դիտում եմ հանեմ, եթե չէ ջուրը հետ է գալիս։ Հիմա տեսեք սիրելիներ, եթե ուզում ես դրանք գործեն նորից քո կյանքի մեջ, գիտես մի ժամանակ աղոթում էին մարդիկ բժշկում են, հիմա աղոթում են չի ստացվում։ Չի ստացվում, որտեղ խնդիր կա կյանքիդ մեջ։ Քարը դրել ես, ջրի դեմակը դրել ես, Աստված ասում է քարը մի հատ կողքին դες մնացածը ես եմ անելու։ Որ քարը ընդունի, որ դա սխալ է քո կյանքի մեջ։ Ընդունի, որ դա մեղքին մեղք ասա, ոչ թե ասա սխալվեցի։ Սխալ ուրիշ բան է, մեղքը ուրիշ բան է, սիրելիներ։ Դու կարող ես նախադասություն գրես, այդ նախադասության մեջ ես այդքան գրագետ չեմ։ Նախադասության մեջ 5 հատ սխալ գործ եմ, բայց երբ դու կարդաս, կհասկանաս այդ նախադասություն, թեկուզ որ ես նեյնիկը նեյ եմ գրել։ Բայց երբ որ ես այդ բարերը մի բար չգիտեմ, այս բարը գրեմ, երկրորդ բարը որ ընդհանրապես մի չունի, դու կարդաս կասես ես ինչա։ Գիտեք, մեղքի մեղք ասել, սխալի սխալ ասել։ Եթե դա կա քո կյանքի մեջ, դու պիտի ապաշխարես։ Դու պիտի թողես, այդ քարը պիտի թողես, ասես այո, ընդունես, ասես այո, դե սխալ է։ Էսի սխալ է, դե այսօր մեղք կա։ Ես ուզում եմ դա վերցնես Տեր կյանքի միջից։ Ամեն, չէ ոգնե, ոգունները չի տարվի կաններ։ Միա ծապարեք Հիսուսի դարձը։ Հաջորդ հայրից մեկը վախերն ասիրելիներ։ Վախերը երկբնություն են բերում և հակադրվում են մեր հավատքին։ Վախերը, շատ անգամ մի ասեք չեք վախենում։ Գիտեք ամեն նորմալ մարդ վախենում է։ Հանկարծ շատ չէ, ես ընդհանրապես, գիտես պատի կողքը որ դու կանգնած ես, մեկը մի կողքից գորը կվախենաս։ Հանկարծ ոչ մի հավատացյալ գլուխ չգովա, որ ես ընդհանրապես ամեն նորմալ մարդ վախենում է։ Նայած ինչից, ումից, ու ոնց ես վախենում դու։ Ես վախենում Տերաս կփրկվեմ դե չէ, ես մի տեսակ կասկածում եմ, որ կփրկվեմ։ Սխալ վախեր ունես։ Հա? Դու սխալ վախեր ունես։ Տերաս Աստվածի մեղքերը ներ, հա։ Տենաս։ Կամ չգիտեմ, մեկը տենում ես այս մարդը, հարևանի տնից հարևանի դու ներկայացնում որ մոթա չի։ Կներես դու խնդիր ունես։ Հա? Միան անասուն տենում ես, վախենում ես։ Կներես դու խնդիր ունես։ Ես վախենում եմ, այ պատու ինչ եմ կարող, վախենում եմ ես։ Մամա ես վախենում եմ, ես չեմ ասում եմ գազազաշում տենաս, հետաս ես տաս վերան ուտիք ես։ Դրա մասին, եկան շատ անգամ մի հատ անեց բաներ կա այդ վախենում ես, կա դու ասում ստաղում ես։ Ինչ Աստված չի ստեղծել գիշերը, ես ասում փորձելու մասին չեմ ասում։ Գիտես շատ սխալ բաներ կան, և որ մեզ այդ քարերը խնդիր են առաջացնում։ Տերոս կրնի, տերոս բար, ասում են այս հիվանդություն անգամիս։ Տերոս ինչ կրի, բրավ Աստված ինչ ասեք ես։ Որ եկավ կապակ, չէ, իշում եք այդ կորոնավիրուսին։ Կորոնավիրուսը անցավ վախերը մնացել է, ասում է երկրորդ նա գալի։ Իա, այդ նրան երկու հատ մոզելուն է, սրա չորսն է։ Մեր Աստված ինչ ասում, բայց ասում է ես քո տերն եմ, ես քո պաշտպանն եմ, ես եմ քո Աստվածը։ Ինչ եղավ մեր հավատքը։ Ուր գնաց, որտե գործեր քո հավատքը։ Հակարան լինի, լիքը բաներ կարա լինի, բայց ես պիտի ապրեմ իմ Աստծով, ես պիտի ապրեմ իմ Աստծո խոսքով, ինչ ասում իմ Աստված սիրելիներ, ինչ ասում իմ վախերը, այո, ինչ ասում իմ վախերը, ինչ ասում իմ Աստվածը, շատ կարևոր է, վախերը, տեսեք սիրելիներս, Սողոմանն ասում է, քարերը հավաքելու ժամանակ է կա, թափելու ժամանակ է կա։ Այն որ ասեց խոսք ունենք մեր յուղում, չգիտեմ, այն որ ասա քարը փեշիցը թափի, գիտեք փեշը որն է, գոգնոցը, ասա մեր թափի էլի, չէ,
Ասма որ գնացի, այս մարդուն չարթելու է, միակ քարներ աթերերի տակ եթում է։ Չէ, այս մեկները կանում ասան ես այդ քարերը ցելի ինչ կրնի։ Հիմա դες քարերը հավաքելու ժամանակեր կա, խապելու ժամանակեր կա։ Հիմա ինքը քարեր կան մեր կյանքի մեջ, որ մենք հավաքել ենք, մեր այդ վախերն են, երկմտությունն են, չգիտեմ, այն ինչ որ ես կարդացի, ներումն է, չներումն է, անհավատությունն է, երկմտությունն է, ինչ է որ հավաքել ես տարիների ընթացքում։ Ես այսօր քեզ քաջալերում եմ թափել։ Ես այսօր քեզ քաջալերում եմ թափել։ Եվ որ դու կկանգնես Աստծո առջև, թեկուզ չեմ վերջացրել, անկախ չուրախանալ որ վերջացնում եմ, որովհետև ես այսքան տեղ եկել եմ։ Ինչ անի վրացել եք, իզանից հրաշ չգրնի, իսկ ոչ մեկի ճանապարհ իզանից երկար չի։ Չասեք այն մարդես ետ կբզդի։ Երկու ժամ քարոզել է։ Լավ, աղցին եմ, այդքան չեմ։ Մի անգամ եղբոր հետ խոսում էինք, ասի ինչ կլինի այդ չորսովը չքարոզեք ձեր եկեղեցիներում, մեկը քարոզեք։ Ասոց ախպեր, ոնց կարաս 15 րոպե, 10 րոպեից ավել քարոզես։ Տնաշեն ասի մեծերը միկրոֆոն են տալի, ձեռերից չեն կարում առնել։ Անավոր ասա 10 եմ քարոզում, 15, ասի մարադես։ Իրարում այն մարդկերս ինչ են ասանում ինչ են քարոզում, մեկ սերից է քարոզում, մեկը հավատից, մեկը քաջալերում է, որ երբ մի չնեք, այն մեկն չգիտեմ ինչ սա քարոզում, արդի խառնված է, ակից եկել է։ Հիմա ես չեմ ուզում, որ դու խառնված ես որ գնացնում, ես ուզում եմ դու այսօր այդ ամեն ինչը տեղադրած է դարավները, որ խառնել է, ամեն ինչ դες իրա դարավների մեջ ու գնաց դու, Փառք Հիսուսին։ Տեսեք սիրելիներս, շատ կարևոր է եւ բժշկության զորությունը, դա հավատքն է։ Տարբեր բաներ մենք կարող հիմքերն ասենք Տիրոջ այրունը, Սուրբ Հոգու զորությունը, բայց ես ուզում եմ ասեմ, ինչն է գործի գցում քո բժշկությունը, դա քո հավատքն է։ Ինքն է զորացնում, հասկանում եք, ինքն է իրան ուժ տալիս։ Դու չես նայում քո տպավորություններին, դու չես նայում որ գլուխը ցավում է, կամ չգիտեմ ես կողքը ցավում է, կամ մի տեղը ցավում է, դու ասում ես, դու հավատում եմ ես քեզ։ Եկուս այսօր ես իրավիճակի մեջ եմ, բայց ես հասնելու եմ նրան։ Քանիսներ տեքստեր Սուրբ Հոգով մկրտված։ Փառք Տիրոջը, քանիսներ կարիք ունեն Սուրբ Հոգով լեցվելու։ Բոլորս։ Ժողովուրդ, ինչ արեցի որ Աստված քեզ բարքեր տվեց։ Հավատացի ու խնդրեցի։ Խոսքը կարդալով, որտեղ կա որտեղ տեսել որ դու քո մեղքերը ներված է։ Ստեղ ես տեսել։ Ոչ մի տեղ չեն ցույց տվել քեզի, գրել են ու ջնջոցով ջնջել են ասես վայ մեղքերս ներվա։ Դու խոսքին հավատում ես։ Խոսքն է քեզ այդ վիճակին հասցրել։ Եվ այսօր խոսքն է քեզ ասում Աստծո խոսքը, որ դու կարիք ունես, որ դու զորանաս հավատքով զորանաս ու առաջ գնաս եւ բժշկությունը գտնես։ Դու չմնաս նույնը։ Դու հավատացյալը չպիտի մնա նույնը։ Հավատացյալը իր չափանիշը դի Քրիստոսը լինի։ Ոչ մի մարդ, ոչ մի հովի, ոչ մի ծառայող, քո չափանիշը դի Քրիստոսը լինի։ Ես ուզում եմ այնտեղ հասնել։ Որտեղ հնարավոր է, Աստծո խոսքն ասում է հնարավոր է։ Դուք ում հասակի չափը լինեք, ասեն եղբոր, ոչ, Քրիստոսին հասակի չափը, Աստված, տվել է չափ, այ ժողովուրդ ջանես, մենք հնարավոր է հասնենք դե, և ես ուզում որ հասնես, ու քո իրավիճակով հարմարվել ես և ասես, լավ, այ Փառք Աստծո, այսքան էլ մնանք լավ է, մի կերպ է փրկվել լավ, այ բայց փրկության հարցը Տերը լուծել է, այսօր դու պիտի շատերին փրկության բերես։ Այսօր դու այդ մտածի և հնա առաջ, այո քո իրավիճակով գողացի, այն ինչ որ ունես այսօր, բայց մի բավարարի, հնա առաջ, ամեն, Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ միանձնավորության մասին խոսել։ Գիտեք, եւ որ մենք նայում ենք ավետարանին, տեսնում ենք սիրելիներ, մարդիկ կան Հիսուսից, Հիսուսը չի կարողել ուրյան բժշկել, այս մարդն է բժշկվել, իր հավատքով։ Եվ այդ զորությունը ինքը կարողացել է վերցնել։ Մատթեոս ավետարանի մեջ, ուրեմն տեսեք, Մատթեոս ավետարան 15 գլուխ 21 խոսքը,
երբ որ մենք նայում ենք ավետարանին, գիտեք, ես չգիտեմ դուք ոնց եք ավետարանը կարդում, չգիտեմ, բայց երբ որ դու ավետարանը կարդում ես, դու պիտի հավատաս եք խոսքի։ Քանանացի կինը, չեմ ուզում եք ամբողջը կարդամ, ժամանակի առումով եմ, որ ասի կատակ էր անում երկու ժամը։ Հիմա տեսեք, քանանացի կին, այս մարդը հրյա չէր, այս մարդը անհավատ է։ Եվ այդ անձնավորությունը եկավ Հիսուսի մոտ ասաց, խնդրում եմ, իմ երեխան հիվանդ է, բժշկի է։ Կանչում եմ, խնդրում եմ, լսող չկա, Հիսուսն էլ չէր լսում։ Վերջը մի կերպ, եւ որ լսավ Հիսուսը, տես մի բան ասաց իրան, պատմություն եմ ասում, ոնք որ չեք կարդացել, ձեր համար չեմ կարդալու, վերանցեքները կարդացեք։ Ասում է, այդ մարդկանց ինքն ասում է, Հիսուսն է Տերոջն ասում է, գիտես լավ չի, որ ես տղաների հացարնը շներից եմ։ Հրյաները թեթանոսներին շուն էին կոչում։ Եվ տեսեք իրա հավատքը, ասում է, բայց շները իրանց տերերի, սևաններից թափած, շրանքներից էլ են ուտում կշտան։ Այսինքն ես հրյան, ասում է, ոչ հրյաց, Թեթանոս ասում է, որ ես այդ շրանքն եմ ուզում, լավ, այդ լավ հացը դու հրյաների, բայց շրանքը դուր ինձ։ Ինչ եք կարծում ես, որ ասվածում ակ ես շրանք դա, թե ամբողջը դա։ Ամբողջն է ասվածքը դու, որտեղ դու որդի ես։ Եվ Հիսուսը հետ դառնալով, ասաց գնա, քո հավատքը, չի ասում ես, ասում է քո հավատքը, քո հավատքով լինի քեզ։ Գիտեք շատերը սպասում եք, մի հատ սորավոր մարդ կա, մի հատ օծված մարդ կա, չգիտեմ բերինինը կա, չգիտեմ ով կա, որ դու օծված լինես, դու զորացած եք, այո կան, լիքը ծառայողներ, որ օծված են։ Բայց այս մարդը, այս կինը, ինքը իր հավատքով, իր բժշկությունը վերցնեց, ու ինքը չասած, բայց կերնի գազետան մեր դուն, կերնի կերետան մեր դուն բժշկեր, ասած, ու ինքը հավատքով գնաց իրացում։ Եվ որ դու սետ կանգես աղոտես հավատքով, բարեկանը հիվանդ է։ Եթե դու նրա համար էլ աղոտես, դու իր հավատքով գնաս, որ այս մարդը քեզ պիտի դիմավորի։ Եվ ասես փառքես։ Ես դու քո հավատքով պիտի քո բժշկությունը վերցնես։ Քո հավատքով պիտի վերցնես Աստծուց այդ բժշկությունը, եւ դու կտեսնես ինչքան լավ է դա։ Ինչի համար եմ ասում քո հավատքով, ինչի համար եմ դա ասում, որովհետեւ զորավոր մարդիկ եւ ուզված մարդիկ կգնան։ Այդ մարդիկ չեն մնալու։ Բայց դու մնալու ես քո հավատքից։ Դու քո տանը մեջ մնալու ես քո հավատքից, քո մտքերից, քո խնդիրներից։ Գիտես թե շատ լավ է, ես մաղորես քարոզում եմ, դու հաստատ ինչ-որ մի բան ներծնում ես, դու քաջալերում ես, դու զորանում ես, ես կարող եմ քո համար աղոթել խնդիր չկա, կարող բժշկվես, կարող չբժշկվես, չգիտեմ, բայց ես գնալու եմ, ես չեմ մնալու, բայց երբ որ դու գնացիր դու, հանդիպեցիր դեմ արվել քո խնդիրիդ հետ դու կսկսես խոսալ, ինքը քո մտքերիդ հետ խոսալ է, դե չգիտեմ, մի օր մի բան կլինի, այդ օրերը բարի կլինեն ու չի լինում, ինչի չի լինում, որովհետև դու սպասում ես մի օր կլինի, շատ անգամ մեր մոտ եղեգնացորը ասում եղբայրն է ժանես բան անեք, մարդը ասում մի օր կանեք, ասում ես ետ մի օր նեսօր կա։ Մեր պապերը մեզ ասում էին սենց, ասում էին այսօրվա գործը վաղվաղի թող։ Դերեք վաղվաղ չթողնենք, դերեք իսկապես ես մարդու նման հավատամ, ես մարդու համար նման հավատամ, կամ հարրապետը, որ Մատթեոս 8:5-13-ում գրված է, հարրապետը, Հեթանոսները, լսեք սիրելիներ, այսօր աշխարհին մարդիկ կան, զանգով աղոթք են խնդրում, դու զանգով աղոթում ես ինքը բժշկում է, հավատացյալ մարդը հիվանդորում է, չի զանգում քեզ, որ դու աղոթես իր համար, հիմա ով է հավատացյալ, կարաս ասես, այս մարդը անհավատ է, բայց ինքը ասում է խնդրում եմ իմ համար աղոթեք, իմ երեխու համար աղոթեք, բայց հավատացյալները հիվանդանում են 1-0-3 ավելի շուտ է, չէ՞, հեռախոսի վրա, են զանգում։ Նա զանգում ես քո հովվին, նա զանգում ես քո ծառայողին, ավետարանի խոսք կա, կանչեք երեցներին, ոնց յուղով են, լսեք, յուղը իր մեջ զորություն կունենա, եթե դու հավատքով նա զանգես ասես եղբայր, խնդրում են, եկեք ներդրում մի հատ, ես չեմ հավատում, որ ինքը չի գա, եկեք, որտեղ ես այդ խոսքի կարդացել եմ ավետարանի մեջ գրված է,
կանչենք երեսներին, փողոքեն ձեր համար։ Քանիսն եք արել, քանիսը չեք արել, ես չգիտեմ, բայց եթե դու այդ խոսքին հավատացած լինեիր, արած լինեիր։ Դու խոսքն ես կարդում, ասում ես ո՞նց է, դες բան կա, բայց չի չեմ կանչել այսքան ժամանակ։ Ինչի՞ չի եկել, գիտես դա հավատ կա։ Ալի գնանք մեր դուրն Հանրապետն ասած, ծառան եմ, չգիտեմ ինչքան շնորհքով ծառայ արել է, սիրայել չէ, որ Հանրապետը իրացում է ծառայ թոքսեի միանի վրա, տեսկոպիկ ասած, այն ժամանակ ծառաները արժեք չեն ունեցել, բայց այնքան արժեք համար է ծառան, որ Հանրապետը եկել խնդրում է, եւ Հիսուսը գիտես, եւ որ ինքը ասած արի գնանք մեր դուր, Հիսուսը գնում էր, Հիսուսը գնաց իրար, մեկը Հանրապետն ասաց, չի, մի արի, ես արժեք չեմ որ դու գաս։ Ուղղակի ասած բժշկի։ Պատկերացնում ես։ Հիսուսը ուզում է իրանցնու վրա։ Նա խելացի չեղավ որ չթողեց որ գնար, բայց ուղղակի Հիսուսը հավատքի վրա զարմացավ, ասաց հրյաների մեջ տես հավատ չգիտեմ։ Ասաց ես էլ ծառայության տակ եմ, ինձ էլ ծառայող մարդիկ կան, սրան ասում եմ գնա, նրան ասում եմ արի։ Դու ուղղակի ասաց, ես ինչ հավատ ունեն, ես մարդուն եմ ասաց, ես Հանրապետի պես հավատ չունեմ։ Ինչ հավատ ունեն ես մարդը, հիմա նայել։ Հիսուսը կարա թողասի քո հիվանդությանը, քո խնդրին դասի, գնա։ Գնա։ Կարա ասի։ Ինչ նախանարում որ չի ասում, բժշկության զորությունը հավատքի մեջ է։ Գործիքից ես ամեն ինչը, եւ կտենաս որ իրար հետ կաշխատի։ Կվերջացնեմ հիմա, չներվեք, եթե ինչ-որ հարցեր ունեք հեռախոսով տան, չգիտեմ, ըսկի չվախենակ, հեսա կբրզնեմ կես ժամից։ Փառք Հիսուսին։ Ինչ-որ մի բան ընդունում ես, ինչ-որ մի բան վերցնում ես, Աստված ուզում է։ Եթե ինչքան է որ դու ես ուզում, Աստված քեզանից շատ է ուզում։ Աստված ուզում է որ դու լինես հոգևորապես, լինես առողջ։ Գիտեք հոգևորը առողջ է որ, հա։ Ես այդքան որ ասում եմ, հոգևորը առողջ է, այն մարդը որ չի բամբասում։ Այո, իր մտածելակերպը փոխված է։ Ինքը չի ապրում զգացմունքներով։ Իրան գալի ասում են, գիտես ես էինք խոսում քո մասին, ինքը մի անգամից չի զանգում, ասում են ինչ էինք խոսում իմ մասին։ Հոգևորը առողջ է մարդը, այս դրա մասին չեմ ուզում դուրս գանք թեմայից, բայց հոգևոր առողջ մարդը այն մարդն է, որ ինքը ամեն օր աղոթում է, ամեն օր կարդում է, ծառայում է սիրով, վազում է, ինքևի չի նայում իր զգացմունքները, ով ինչ ասած, հոգևորապես ինքը առողջ է։ Գիտեք շատ անգամ բամբասանքները դարել են հավատացյալների տաղանդը, պարգևը չէ։ Չգիտես ինձի ասում, գիտես ինչ կա, ես քննում եմ իրավիճակը չեմ բամբասում։ Չկա տենց բան, կներես, այդ մարդը, որտեղ կողքին չի, ու դրա մասին դու խոսում ես բացասական, դու բամբասում ես։ Եկես մի արդարացրու, չգիտեմ, գիտես սենց հարավանեցարա մի արդարացրեք, խնդրում եմ, դա սխալ Աստծո առաջ, դա տահաճ է, ուզում եմ ավելի խորն ասեմ, դա զզվելի է Աստծո առաջ։ Եվ դու մի տեղ նստած հողովի մասին ես խոսում, քո եկեղեցուց ես խոսում, չգիտեմ, սենց հարած, գիտես, սենց հարավես, բան ունես ասել ու գնա նստի, ես գիտեմ ձեր հովի, ես ճանաչում եմ իրան, գնա իրա հետ խոսասա, գիտես ինչ կա, ես դիմանը լավ չեն իմ հետ, լավ չեն բարվել, հետ խոսացեք, դու գնա, ոչ թե գրանդ է, ինչ-որ մի տեղ նստի ու խոսար այս, գիտե, դու հոգևորապես հիվանդ ես, դու առողջ ես, առողջ մարդը նայում աչքերի մեջ ու խոսում։ Միանձնավորությունից հարց ուղեց, ուղին հարց ուղեցից ասած, ասես բան ես ասել, ասի իվարիք է ասել է, ասի բաս որ հիշում ես, որ քեզ եմ ասել, ասում ասի բա, որ ես քեզ եմ ասել, աղա կովի չէ, դե չեմ կարա կիսրեմ, ասի ես ասել եմ, այո, դու սենց ես անում, ու ես իրավիճակը, գիտես, հենց չէ, որ ես գործերի տարի, ես իրան ասի, գիտես, ես բանը սխալ ես անում, ու ճիշտ չես անում, և տեսեք, եթե ես աչքերի նայելով ասել եմ, ես կարամ արնեն ետքիսեմ ասել, գիտես ես մարդը սխալ է, իրանից ես գուշացել։ Բայց, որ ամբողջ օրը բամբասել են մարդը տես չեմ անում։ Ուղղել եք Աստծո առաջ, ուղղել եք Աստծո ժողովրդի առաջ, և հոգևորապես դու ազատ մարդ կլինես, մահվան վախեն շատ անգամ գալիս են, ու ձեր կյանքի մեջ դժվարություններ են բերում, մարդը վախենում է, ինքը ապրում է, բայց վախենում է մահվանից, գիտես,
ամեն ինչ հնարավոր է։ Մարդիկ հետ նստած ռակետ եկավ ընկավ ու մեռա։ Այդ հարասել ընկնի։ Ամեն տեղը կարա ընկնի։ Բայց մի մախեցեք, որովհետև մեր Աստվածը, կենդանի Աստվածը, եւ ես վերջացնում եմ սիրելիներ։ Ես շատ եմ սիրում իմ թարգմանության մեջ տենց խոսք կա, Դանիելի մասին գրված է, եւ որ Դանիելի մասին գրված է, Դանիելը ասում է երկրորդ թագավորացի 22:31-ում կարծեմ, եթե չեմ սխալվում, եւ որ իրանք ասում են առյուծների գումը տարբեր թարգմանությունների մեջ տարբեր է գրած։ Բայց այս թարգմանությունին դուրն այնքան շատ է, որ այդպես գրված է, եւ որ իրանք բարի հանում են, ինքը վնասված չի լինում եւ ասվում է այնտեղ, որովհետեւ ինքը իր Աստծուն վստահ էր։ Գրված է ուրիշ կարած է թարգմանությունների մեջ գրված է հավատում էր։ Չգիտեմ, վերացեք ձեր թարգմանություն նայեք, բայց այս թարգմանության մեջ իմ դուրն էսի շատ եկա, վստահել է իր Աստծուն։ Վստահելը քիչ ուրիշ բան է։ Գիտես, դու կարող ես խոսքը կարդում ես, ասես այս հավատում եմ, բայց իրավիճակների ժամանակ դու պիտի վստահես։ Ամեն իրավիճակի մեջ վստահի քո Աստծուն։ Եվ ասամ, իմ Աստված սենց ասել։ Ինչ ասում իմ խնդիրները, իմ դժվարությունները, իմ հիվանդությունները, ինչ որ կա, ինչ ասում աշխարհը, ես չգիտեմ, ինչ ասում իմ Աստվածը։ Ամեն։ Ինչ ասում իմ Աստվածը։ Սիրելիներ, վերջացնում եմ, ուզում եմ, հիմա կասեմ կգանենք աղոթի, բայց ուզում եմ, որ ձեր կյանքի մեջ նայեք, եւ որ մենք կգանենք աղոթի, ինչ եմ աղոթելու ձեր համար, թե ինչ Աստված հայտնի ձեզ։ Ես աղոթելու եմ ու խնդրում եմ բժշկության համար։ Ես աղոթելու եմ քո համար, որպեսզի Աստված քեզ օգնի եւ դու հասկանաս ինչ քարեր կան քո կյանքի մեջ։ Եվ այդ քարերը կողքի վրա են։ Գիտես, ըստերից ուրիշ մարդ կգնաս։ Հաջորդ հավաքույթին որ գասե, նորից ուրիշ մարդ կգնաս։ Եվ որ գնաս քո տուն, եւ որ քո շփումը քո կենդանի Աստծո հետ լինի, դու պիտի փոխվես։ Ամեն օր մենք փոփոխության կարիք ունենք։ Ամեն օր Սուրբ Հոգով կարիք ունենք։ Տեսեք, գործարակերոջ երկրորդ գլխի մեջ գրում է, որ Սուրբ Հոգով մկրտվեցին աշակերտները, գնացին վկայելու եւ իրանց համար հալածանք եղավ։ Եկա 4-րդ գլխի մեջ ասում է, եւ իրանք իրանց աղոթքը բերին, որտեղ վախեցներին հրեաներից, ասին համարձակություն դու։ Եվ ասում է, այդ տեղը շարժվեց եւ բոլորը Սուրբ Հոգով լեցվեցին։ Նայեք, ովքեր Սուրբ Հոգով մկրտված չեն, կարիք ունեն մկրտության, ովքեր որ մկրտված են, կարիք ունեն ամեն անգամ լեցունության։ Տեսեք, այնտեղ ասում է մկրտվեցին, այստեղ մկրտված են նորից լեցված։ Շատերը մտածում մկրտվել են, լեցուներ են խոսում, եւ չգիտեմ, վերջ բրծավ, ամեն ինչ լավ է։ Ոչ, դու կարիք ունես Սուրբ Հոգով լեցվելու։ Դու կարիք ունես բժշկության։ Դու կարիք ունես եւ այդ բժշկությանը զորություն եւ էներգիա տվողը հավատքն է սիրելիներ։ Այս լամպը իրանից ոչ մի բան չի ներկայացնի, եթե հոսանք չլինի իր մեջ։ Այո, ինքը կարող շատ գեղեցիկ լինի, բայց էներգիան եթե չլինի, ինքը ոչ մի բան է։ Մենք առանց Աստծո ոչինչ չենք։ Առանց Սուրբ Հոգու ոչինչ չենք։ Առանց զորանալու Սուրբ Հոգով օծելու ոչինչ չենք։ Վախերը կգան, հիվանդությունները կգան, խնդիրները կգան, բայց հանդիպեն մեկին, որը մեր մեջ է։ Հանդիպեն մեկին, որը մեր մեջ է։ Փառք Հիսուսին։